Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ, որ նորից միացել եք դիտելու հայերենի նոր դասը և այս անգամ, ինչպես տեսնում եք, խոսելու ենք արդեն ուղղագրության մասին և ամենաճիշտ ու ամենալավ ձևը ուղղագրությունը սովորելու հենց օրինակների վրա աշխատելն է, այնպես որ կփորձենք հենց օրինակներով, շտեմարանային օրինակներով աշխատել և սա արդեն ձեզ համար ավելի հասանելի ու ավելի հեշտ կլինի, որ պատկերացնեք, թե իրականում ձեզ ինչ է սպասվում շտեմարանային առաջադրանքները լուծելիս, մինչև կանցնենք առաջադրանքները լուծելուն, ամենակարևոր սկզբունքներից մի քանիսով ձեզ հետ կիսվեմ, ճիշտ է, մենք ունենք ավանդական ուղղագրության բառեր, որոնք պետք է մենք իմանանք, թե ինչպես են գրվում, կան շատ բացառություններ, որոնց մասին ընթացքում իհարկե կխոսենք, բայց կարևոր է նաև հասկանալ, թե բառը ինչ նշանակություն ունի, այսինքն վերլուծենք, բացենք բառը, ինչ արմատներ, ինչ ածանցներ կան բառում և ըստ էության դուք հենց այդպես կկարողանաք ճիշտ ձևով ճիշտ տառ տեղադրել բառերի մեջ, հա? Ուրեմն առաջին առաջադրանքները այս տեսքն ունեն ձեր հնչյունաբանություն բաժնի, դուք պետք է իրենց նշված տառը տեղադրեք և ճիշտ կարդաք պահանջը, որ կարողանաք ճիշտ տեղադրել տառը կամ ճիշտ լուծել այն, լավ? Ուրեմն մեզնից պահանջում է իմանալ, թե որ շարքում բոլոր տառերը կարող են գրվել է տառով, հիմա եկեք հենց իմ ասած սկզբունքներից մեկով աշխատենք, ուրեմն ունենք ամենաէական բառը, ամենաէական, գրում ենք է տառով, այն հայերենում շատ ինքնուրույն տառ է, հա, էակ բառից է գալիս, է գույ, էակ իմաստով, էակ բառն է, ինքը ինքնուրույն արմատ է այն, ամենաէական, հետևաբար գրում ենք է տառով, ունենք քրիստոնեություն բառը, գրում ենք ե տառով, ինչու, որովհետև այստեղ հնչյունափոխություն է եղել, քրիստոնյա, յա երկհնչյունը գումարել է ություն ածանցին, հա, այսպես է եղել, և յան դարձել է ե, իդեպ կարծեմ դուք շտեմարանային առաջադրանքների վերջում պնդումների փունջ դուք ունեք, որ այնտեղ քերականական կանոններն է ձեզ ներկայացնում և դուք կարծում եմ այդպիսի առաջադրանք ունեք, որտեղ պետք է ճիշտ կողմնորոշվեք արդյոք յա երկհնչյունը հնչյունափոխվում է ե-ի թե ոչ, իհարկե հնչյունափոխվում է, այսպիսի մի շարք բառեր կան, պաշտոնյա, գործունյա, որոնք հնչյունափոխվում են արդեն ե հնչյունի, եթե բառը բարդում է լինում, այսինքն նոր բառ ենք մենք փորձում կազմել, ելևէջ, ունենք արդեն է տառը, էջ արմատը, ինչ և է, էլի որպես ինքնուրույն հնչյուն, ինչ և է, ինչ և կա, ինչը որ կա, լավ, այս իմաստով, ուր և է, ինչ և է, որև է, երբև է, միշտ էով ենք գրում, ուրեմն այս շարքում մեզ խանգարեց ե հնչյունը, հուսով եմ էն ե-ից տարբերվում է, եթե այսպես ցույց եմ տալիս, ունենք հնեաբան, է տառով ենք գրում, հնեաբան, պատնեշ, ե, չենք, էինք, օժանդակ բայից է, գրում ենք էյով, առէջաթել, առէջը կենսաբանական տերմին է, բույսերի, օրգանիզմի մաս և գրում ենք է տառով, բայց մեզ պատնեշ բառը խանգարում է, ունենք եղերերք բառը, ե հնչյունով, եթե բառամիջում մենք լսում ենք ե հնչյունը, ապա անպայման պետք է գրենք ե, անգամ մի քանի բացառություններ իհարկե կան, եթե դուք չունեք արմատի սկզբնատառ, այսինքն եթե նոր բառ չի սկսվում, որը էով է գրվում, լավ, եղերերքը ողբերգական երգն է, ափի ափ, ե հնչյունով միացել են, լուսնեչք, էջելի, էջ իջնել արմատն ունենք, լայն էկրան արմատն ունենք, բայց այստեղ մեզ խանգարեցին եղերերքն ու ափի ափը, ունենք դողերոցք, էով ենք գրում, ինչու, որովհետև սա այրել բառից է գալիս, դողալուց այրվում է, էլի է դողերոցքը, որ մարդը դող ունի, դա դողերոցքն է, այրվել բառը այստեղ կա, էրել, ունենք հրազդան հեկ, ջեկ, այս տեսակ հապավումները գրում ենք է տառով, չէի, էլի օժանդակ բայը, էի, ան է, էլի է արմատն ունենք այստեղ, ան է, նույն առաջին ամենաէական բառի հետ կապված,
Ըստ էության ստացվում է, որ մենք ունենում ենք որպես ճիշտ պատասխան 4-ը, հա, 4-ը կգա մեզ մոտ ճիշտ պատասխան։ Սա հիմնական սկզբունքն է շտեմարանով աշխատելու։ Հիմա եկեք կարող ենք նաև մյուս շարքերում, մյուս առաջադրանքները դիտարկել։ A-նեյզեր, կարդում ենք և լսում ենք և գրում ենք եզր արմատն է։ Սովորաբար, եթե տառը բառամիջում է և դրանից առաջ կա բաղաձայն հնչյուն, այն ենք կարդում։ Հակառակն, եթե ունենք ձայնավոր հնչյուն, կկարդակ Խորներամ, երամ բառն ունենք երբ և հնչյուն ունենք։ Այստեղ մեզանից պահանջում է գտնել տառով գրվող բառերը։ Նախուր տառով ենք գրում։ Խանգարող բառ ունեցանք երբ և երբևէ։ Նրբերշիկ, երշիկ արմատն է, լայն նեյզեր, այս բառը կարծես էլի հանդիպեց, եզր արմատն ունենք, լուսերես, երես արմատը, ածում, տառով ենք գրում, էլի էակի հնչյունն է, որը ամբողջական արմատ է հայերենում, բազմերանգ, երանգ, օրստոր օր, ըստ, օր, արդեն, հրեշ, դողերոց, այս բառից էլ խոսեցինք, երել արմատն է, ինչևից է, ով ենք գրում, իցեն գրափարյան մասնիկ է, որ նշանակում է լինել, հա, ունենք ինչևից է, որևից է, երբևից է բառերը, ինչ և լինի, հա, այս իմաստով կարող ենք կիրառել, եղերերք, երկ արմատն ունենք, գեղուղեշ, գրում ենք, աներկբա, երկբայել, կասկածել իմաստ ունենք, երկբայել նշանակում է կասկածել, ըստ էության մեզ մոտ 4-րդ շարքն էր, հա, էլի ճիշտ պատասխանը, խանգարողներ ունենք երբևէ, անեացում և դողերոց բառերը։ Ահա հիմնական սկզբունքը, որով դուք կարող եք աշխատել և մնացած առաջադրանքները դիտարկել նաև, եկեք էլի դիտարկենք առաջադրանքներ, փորձենք հասկանալ։ Հիմա արդեն ով հնչյունների մասին կխոսենք, նույն սկզբունքով հնորյա, օր արմատն ունենք, տառով ենք գրում, փայտոջիլ, ոչիլ բառն է, ոչիլ ենք գրում, միջ օրեական, օր արմատն է էլի, օրեցօր, օր արմատն է, այստեղ սա գրափարյան ձևով է գալիս, օրեցօր ձևը, օրեց բառը գրափարյան ձևից է գալիս, այդպես քարացած մնացել է ու բառ ենք կազմել նոր, օրեցօր։ Խանգարող բառ ունենք, փայտոջիլ, առաջադրանքներին ուշադիր կլինեք, որովհետև կարող է ցես տալ, որ շարքի ոչ բոլոր բառերում է գրվում այս հնչյունը, որոնք ցես կտան, այնպես որ պահանջին միշտ պետք է ուշադիր լինել։ Անօրեն, օրեն արմատն ունենք, օյով ենք գրում, տնօրինություն, էլի օրեն արմատն ունենք, կլորո, օրստոր օ արմատն ունենք, օրորել, գրում ենք ոյով, օրոր բառն է, առաջինը գրում ենք օ, երկրորդը ո, ոչ թե օր արմատն է կրկնվում, այլ սա օրի հետ կապ չունի, օրորել բառն է։ Ունենք հաջորդը հանապազորը, էլի օր արմատն ունենք, գրենք օ տառով։ Եվ եկեք ֆիքսենք մի կարևոր բան, եթե ունենք հանապազոր բառը կգրենք հանապազ գումարած, հանապազոր, ամենօրյա, այսինքն, և ունենք հանապազորդը, օր դածանցով արդեն, հանապազորդը, օր դածանցն է վերջում, ֆիքսենք, որ գրում ենք ո տառով, լա, հանապազոր և հանապազորդ։ Եկեք փորձենք շարունակել, ունենք առօրյա, օր բառն է էլի, անօրինություն, օրեն արմատն է, ոսկի զոծ, այստեղ արդեն ունենք օծել արմատը, օծել, որը գրում ենք օ տառով, այսինքն ոսկով պատել է նշանակում։ Որ շարքը, կարծես թե այստեղ մեզ ոչինչ չխանգարեց, եկեք հաջորդը տեսնենք, առօրեական, ունենք էլի օր արմատը, տեսեք առօրյա բառն է, առօրյան հնչյունափոխություն է եղել, յան դարձել է ֆիքսենք, որ ով ենք գրում, աշխարհազոր, աշխարհազոր գրում ենք ո տառով, օրի հետ էլի կապ չունի, հոգուտ, օգուտ արմատն է այստեղ, ունենք հոդս ցնդել, այսինքն վերանալ, օդ արմատն է, հոդս ցնդել, օդի մեջ ցնդել, այսպես կլինի, եթե փորձենք տառացիորեն բացել,
Եվ կարծես թե մեզ համար կա ճիշտ պատասխան այս առաջադրանքին, երրորդ պատասխաններ։ Այսպես շարունակաբար կարող ենք լուծել։ Եկեք տեսնենք, թե ինչ կարևոր բառեր կան, որոնց մասին պետք է անպայման խոսել։ Այստեղ ունենք, որովհետև շատ երկար կտևի, եթե ամբողջը փորձենք միասին գրել, բայց եկեք մի քանի բառերից խոսենք։ Քառորդ, օրդաձանցն ունենք, ոյով ենք գրում։ Եկեք խոսենք օրոր արմատից, արդեն խոսեցինք, օրոր ենք գրում, բայց դրա փոխարեն ունենք օրենաձանցը, հա, օրոր, բայց օրենաձանցը, քնքշորեն, ոյով կգրենք արդեն, բայց քնքշորար կգրենք ոյով։ Նույնը այս օրինակում, միջօրեական, օր արմատն ունենք։ Եկեք տեսնենք, նախորոք, էլի օր արմատը, անապազոր, աշխարազոր այստեղ կա, ոյով ենք նորից գրում, ազգօգուտ, օգուտ արմատը, գիշեր օթիկ, օդ արմատն է, բայց ոչ թե մեզ ծանոթ շնչելու օդի իմաստով, այլ օթիկ, օդ, որ նշանակել է ինչ-որտեղ իջևանել, հա, այդ իջևանելու իմաստ ունի, գիշեր օթիկ, իջևանելու, տեղ տալու իմաստ ունի, օդ, անապազորդ, քիչ առաջ խոսեցինք, ոյով ենք գրում, օթևան, տեսեք, էլի նույն օդ արմատն է այստեղ, իջևանելու իմաստով, թաղծորոր, կգրենք արդեն օյով, և այստեղ ունենք ականջող, օղ արմատը, եկեք տեսնենք ապօրինի, օրեն արմատը, նախորե, վաղորոք, օր արմատը, հանրօգուտ, օգուտ իմաստով, այսպիսով էլի չորրորդ շարքը մեզ մոտ եղավ ճիշտ պատասխան։ Եկեք կարևոր բառեր ձեզ համար գտնեմ, որոնց մասին կարող ենք մենք խոսել։ Հոտնկայս, գրում ենք ոտ առով, ոտ արմատն է, էլի այստեղ հոտնկայս, ոտքի վրա կանգնել, հոտնկայս, ո արմատն ունենք այստեղ։ Եկեք տեսնենք այլ ինչ բառեր կան, որոնց մասին պետք է խոսենք, որակ արմատն է, անորակ, թեև օ ենք կարդում, բայց անպայման գրում ենք ոյով, այստեղ անորակ, լացու կոծ, կոծել, այսինքն ողբալ իմաստով, գրում ենք ոյով, վաղորդյան, որ նշանակում է առավոտյան, գրում ենք ոյով, կարծես թե չկային այնպիսի բառեր, որոնք շատ բարդ են գրությամբ, եկեք այնպես որ առաջ անցնենք։ Գալիս ենք այի գրությանը, իրականում շատ բառեր կան։ Եթե դուք ունեք ձեր բառի մեջ, օրինակ գրաբարից եկած ընդ կամ ըստ բառերը, օրինակ օրըստօր է, մերթընդ մերթ եւ այլն, ապա անպայման պետք է այդ ըն գրենք։ Տեսեք, օրինակ խոչընդոտ բառ ունենք։ Ինչ է նշանակում ոտքի տակ ընկնել, ոտքի տակ ընկնել, այսպես ասած, խոչընդոտ, ընդ արմատն ունենք այստեղ, ընդ նախդիրներ գրաբարում, հիմա արդեն ածանցի է վերածվել, խոչընդոտ, անընտել, էլի նայում ենք արմատներին, եթե բառի մեջ արմատ ունեք այով սկսվող, անպայման գրում եք, ակնթարթ, ակնը աչքն է, սա ուղղակի գաղտնվանքի եք լսում, ակնը չենք գրում, մթնկա, եկեք խոսենք մթնկա և լուսնկա բառերից, ոչ թե մութն ընկավ կամ լույսն ընկավ, այլ մութն կա, հետևաբար դուք ունենում եք մթնկա, հնչյունափոխություն է լինում, մթնկա, ըն լսում ենք, որովհետև ուի հնչյունափոխություն է, և այստեղ գրում ենք արդեն կա, նույնը լուսնկա, այսինքն լույսն կա, մթնկա, լուսնկա, լավ, եկեք խոսենք էլի կարևոր արմատներից, ես տեսնում եմ ունենք բառեր, որոնց մասին պետք է խոսվի, ընթեր արմատն է, առընթեր, հա, կարծես երկրաչափությունից շատ ենք անցել, հա, առընթեր անկյուններ կամ կից անկյուններ կան, առընթեր նշանակում է կից, ուրեմն ունենք առընթեր, ընթերը արմատ է, որ նշանակում է կից է նշանակում, և այստեղ ունենք առնչվել բառը, սովորաբար միասին ենք դիտարկում, առնչվել նշանակում է ինչ-որ բանի հետ կապ ունենալ, հա, առնչվել, գրում ենք առանց ըի, որովհետև այստեղ ինչ արմատն է, առնչվել, առանց ըի ենք գրում, հա,
Այստեղ ունենք սրընթաց, ընթաց բառը, որը տնդոստ էլի ունենք, հյուրընկալ, ընկալ արմատ ունենք, տեսնում եք, ունենք կորընթարդ և ունենք օրստոր է, այստեղ օրստոր են գրում ենք տառով և ունենք մենք կորընթարդ բառը փորձում գրել է, առանց էի են գրում, արդ նշանակում է ձև, գահ ընկեց արմատ ունենք, անընդմեջ, մերթ մերթ, ճեպ ընթաց, սրընթաց, ընթաց արմատն է, լուսնկա չենք գրում, ինք նստ ինքյան, ըստ, և կարծես թե մենք ունենում ենք երրորդ շարքը, որպես ճիշտ պատասխան։ Սա գաղտնվանկի էի հետ կապված, ուրեմն կան մի շարք արմատներ, որոնք եթե բառը միջում են և արմատ է բառը, էլի էյով սկսվող անպայման գրում ենք, լավ։ Եկեք տեսնենք էլ ինչ կարող ենք միասին դիտարկել։ Ուրեմն եվով բառերն ունենք, և արմատով բառեր ունենք, եվը կարող է արդյունք լինել նաև հնչյունափոխության, եկեք դա էլ դիտարկենք։ Ագևոր, եվով ենք անպայման գրում, որովհետև ագի նշանակում է պոչ, գումարած ավոր ածանցն է այստեղ, եկեք տեսնենք ինչ է եղել, ին ու ան միասին դարձել են է, քանի որ այս վյով սկսվող բառը արմատ չի, ինքնուրույն գործածություն ունեցող արմատ չի, են ու վն էլ իրար են միանում, դառնում են և, հետևաբար դուք կունենաք ագևոր բառը, ագևոր, լավ, պոչավոր է նշանակում, ագի պոչն է, արևոր, էլի և տառն ունենք, ձևույթ և, արևկա, արև արմատն է, այստեղ կարծես թե բոլորը և եղան, թեթև օտն, թեթև արմատ ունենք, հոգևորդի, այսա կխանգարի արդեն, հոգևորդի գրում ենք միայն է տառով, է տառով ենք, ըստ էության այստեղ ոչ մի ավելորդ վեի կարիք մենք չունենք, որովհետև արդեն ունենք ո տառը մենք, հոգևորդի, լավ, ըստ էության ին ու ան են իրար միացել և դարձել է, հոգևորդի, ունենք գոտևորել և արմատով, Եղրևանի, բույսի տեսակի և ենք գրում էլի, գոտևորելն էլ դարձել է ավորյով հնչյունափոխություն է եղել, գոտի գումարած ավոր, ին ու ան էլի են դարձել, են ու վն էլ միացել են, դարձել են վ, և տառը, գոտևորել, քաջալերել իմաստ ունի, լավ, ուրեմն կարևոր, եկեք խոսենք այս մի քանի արմատների մասին, ունենք կարևոր բառը, որ կարևոր կարի գրափարում նշանակել էր սաստիկ, այսինքն շատ, չափազանց, սաստիկ, կարի գումարած ավոր ածանցն ունենք, ին ու ան էլի միացել են, դարձել են են ու վն էլ դարձել են և, կարևոր բառն ունենք, եկեք այսպես գրեմ, լավ, կարևոր, հենց արմատով ամբողջ բառը գրեմ կարևոր, եվով ենք գրում, բայց ունենք մի ուրիշ բառ, որ իրեն զուգահեռ ենք դիտարկում, կարևեր, կգրենք արդեն եվով, ինչու, որովհետև կարին էլի նույն սաստիկ արմատն է, կարի գումարած են իուայի միացությունն է, և այստեղ ունենք վերք արմատը, այսինքն սաստիկ շատ վերքերով, կարևեր ունենք, այստեղ կարևոր, այստեղ կարևեր, շատ վերքերով, եկեք էլի մի քանի օրինակ դիտարկենք, որտեղ և կլինի եվը, հոգեվիճակ, եվը վիճակ արմատն է, հոգու վիճակը, հոգեվիճակ, հոգևոր, և արմատը, հոգի գումարած ավոր, հևի հև, արմատն է կրկնվում, որ և է, և, հոգևոր էլի ունենք, հոգևարք, էլի վարք արմատն է, դրա համար և ենք գրում, ոսկևորել, ոսկի գումարած ավոր էլ, ոսկևորել, ուրեմն մեզ մոտ թե ճիշտ պատասխան կլինի առաջինը, մնացածներում խանգարողներ ունենք, այսինքն ընդհանուր հնչյունափոխության, ընդհանուր ուղղագրության սկզբունքը հետևյալն է, պետք է ճիշտ ձևով հասկանանք, թե ինչ արմատ այդտեղ ունենք և ինչ ածանց ունենք, գուցե դա մեզ օգնի, որ կարողանանք ավելի ճիշտ գրել բառը, տեսնենք ինչ օրինակներ, բարդ օրինակներ ունենք, որոնց մասին կարելի է խոսել, այստեղ արդեն ձեր պահանջը տալիս է եվը,
հա, եւ-ով ինչ բառեր են գրվում։ Տեսեք, հիմնականում եւ-ով գրվում են նրանք, որոնք v-ով սկսվող արմատ ունեն, հա, ոսկե վաճառ, եւ գրենք, ոսկե վաճառ, արևավար, կխանգարի արև արմատ ունենք, հոգեվիճակ, ագևոր եւ ունենք պոչավոր էր նշանակում, կարևեր, նոր ասացի եւը, գերեվարել, գերի վարել, հա, վարել արմատ ունենք, տեսնում եք, տարեվերջ, տարվա վերջը, գոտևորել եւ արմատ ունենք, գոտի ավոր էլ, զերկ եւ իլ, անձրև, անձրևային, ոսկե վարս, հա, կարծես դա է, ոսկե վարս, վարս արմատ ունենք, արևմտա եվրոպական եւը, ագևազ, մեզ ծանոթ կենգուրուն է, հա, հայերեն համարժեքն է կենգուրուի, ագևազ բառը, ունենք գինե վաճառ, վաճառ իմաստուն, ուղե վճար, էլի վճարել իմաստուն ունենք, այստեղ ունենք դափնե վարդ, դափնու վարդ, վարդ, կարծես այս շարքն էր, հա, եղավ, մենք մնացածում ունենք խանգարող բառեր, այո, ուրեմն արմատին ենք անպայման նայում, եթե բառամիջումը ձեզ տալիս էր եվի հետ կապված բառը, անպայման պետք է լինի վյով սկսվող արմատի սկզբնատառ, լավ, այստեղ ունենք եի ուղղագրության մասին, եկեք մի փոքր խոսենք, սովորաբար գրում ենք մենք գրեթե բոլոր ձայնավորների մեջ եւ ձայնավորներից հետո հնարավոր է նաեւ լսվի այս ය հնչյունը, բայց մենք այն գրելու ենք միայն ա-ից ու վ-ից հետո հաստատ ծանոթ եք, եթե իհարկե ուրիշ արմատ չունենք, հա։ Օրինակ տեսեք, այստեղ այդ յամ ածանց ունենք, անպայման պետք է գրենք ջղային, ային, բրաբի ուն, իով ենք գրում։ Ծաղիկների փնջի նման տեղ է բրաբիոնը։ Ծաղիկների փունջ է էլի նշանակում։ Ժողովածույում լսում ենք, բայց չենք գրում։ Տույժ, ය, հերակայել, այից հետո է գրում ենք անպայման, էական չենք գրում ոչինչ, արքայորդի գրում ենք, ատամնաբույժ, բույժ արմատն է գրում ենք, Սերգեյի, բառը հենց յով է վերջանում, Սերգեյ, հետևաբար գրում ենք, հայել, ազարդ, հայելի, լրել յայն, յով ենք գրում, պատանյակ, գրում ենք անպայման յով, սերմնացուի, չենք գրում, միլի, ուն, յով, մարմար յա, սա ուրեմն յեի հետ կապված, որտեղ եթե սովորաբար այն լսում ենք ձայնավորների արանքում, բայց գրում ենք միայն այից ու ո-ից հետո, եթե իհարկե էլ եմ ասում, արմատի մաս չի այդ ետառը, հա, եկեք շարունակենք, ուրեմն ունենք էլի շատ բառեր, եկեք ֆիքսենք բարյացակամություն բառը անպայման գրում ենք յով, բարյացական բառը գրում ենք յով, սկեսրայր, այր արմատն է, դրա համար ենք գրում, կացայատուն կգրենք յով, հետիոտն ոչինչ չենք գրի, դժխոյական կգրենք, ակացիան բույսերի տեսակ է, հա, այդպիսի բանաստեղծություն էլ կա մեծարենցը ակասյաներու շուքին տակ, հա, ակացիա, նույն բառն է, ակասյան է, աղջիկների անունների մասին եկեք խոսենք, արդեն վստահ եմ գիտեք, Ամալիա, Վիկտորիա, Ասիա, հա, հայտնի անունները այդ, աղջիկների անունները գրում ենք յով, իսկ եթե արդեն տեղանուններ ունեք, հա, ուրեմն կգրեք արդեն իայով, կամ ջրվեժի անուն, կամ տեղանուն, կգրեք կամ քաղաքի անուն, կգրեք արդեն իա։ Ըստ էության մեզ մոտ կարևոր է հասկանալ բառի արմատը, հասկանալ թե ինչ կազմություն ունի բառը, նրա իմաստը հասկանալ եւ ըստ այդմ կկարողանանք արդեն բառը ճիշտ գրել։ Ես կարող եմ նաեւ մյուս շարքի վիդեոները նկարել բաղաձայների ուղղագրության մասին, այլ վիդեոներ նկարել, այստեղ որովհետեւ շատ են գալիս վիդեոները, նաեւ կրկնակ բաղաձայների, եթե դուք ինչ-որ հատուկ հարցեր կամ հատուկ բառեր ունեք, որոնք դուք չեք կարողանում ինքներդ բացել կամ պատկերացնել ինչ կազմություն ունի, կարող եք անպայման գրել, միասին կդիտարկենք։ Կարծես թե այսքանը այսօրվա համար,